Այս կինը անզգայացումից հետո գիտակցության չէր գալիս։ Ծննդաբերությունը ծանր էր անցել։ Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած եւ անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի։ Բժիշկների բոլոր ջանքերը կյանք վերադարձնել երեխային չօգնեցին եւ կորցնելով հույսերը երեխային դրեցին դույլի մեջ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ, գոնե նրա կյանքը փրկելու հույսով։ Սանիտարուհին վերցրեց դույլը եւ երեխային որպես մեռելածին դուրս տարավ։ Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց եւ համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում։ Երբ թեքվեց դեպի երեխան, նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով։ Հաջողվեց փրկել նաեւ մոր կյանքը։ Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր ողբերգական վախճան էր ունենալու։ 1932 թվականի ապրիլի 17-ն էր։ Հրաշքով փրկված նորածինը Կարեն Դեմիրճյանը, իսկ ծննդաբերողը նրա մայրը։